Շքեղ առանձնատանը մի փոքրիկ խորհրդավոր կերպով սկսում է հյուծվել մեծահարուստի նոր կնոջ ժամանումից հետո։ Միակ, ով տարօրինակ բան է նկատում, մի համեստ կին է, զինված միայն իր ներքին ձայնով ու խիզախությամբ։ Բայց այն, ինչ նա հայտնաբերում է փոքրիկի կատն ուսումնասիրելիս, այնքան սահմռկեցուցիչ է, որ կարող է իր իսկ կյանքն արժենալ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Գլուխ 1. Ստվերներ առանձնատանը Սահակյանների ընտանիքի առանձնատունը միշտ եղել է այնպիսի վայր, որը ստիպում էր մարդկանց կանգ առնել մայթին հիանալ։ Գտնվելով Երանի ամենաթանկ թաղամասերից մեկում, կենտրոնում, կալվածքը զբաղեցնում էր մի ամբողջ թաղամաս, բարձր պարիսպներով, որոնք ծածկված էին կատարյալ խնամված բաղեղով, դարբնագործ երկաթե դարպասով, որն ավելի շատ արվեստի գործ էր հիշեցնում, քան սովորական մուտք։ Անհնար էր անցնել այնտեղով չզգալ հիացմունքի ու հեռավորության այն խառնուրդը, որը շատ հարուստ վայրերը միշտ առաջացնում են սովորական մարդկանց մոտ։ Տիկին Թամարան գիտեր այդ տան յուրաքանչյուր անկյունը։ Հատակի յուրաքանչյուր իտալական մարմարը, յուրաքանչյուր ներկրված բյուրեղապակյա ջահը, պատերին կախված յուրաքանչյուր թանկարժեք նկարը։ Նա այստեղ էր եկել ավելի քան 30 տարի առաջ, երբ պարոն Էդուարդը դեռ երազանքներով ու նկրտումներով լի երիտասարդ գործարար էր, նոր ամուսնացած Ադրիանայի հետ, մի քնքուշ ու պարզ կնոջ, որը սերում էր երանյան ավանդական ընտանիքից։ Թամարային աշխատանքի էին ընդունել որպես մաքրուհի, բայց ժամանակի ընթացքում նա գրեթե ընտանիքի անդամ էր դարձել, տան մասին հոգ տանելով նույն ջանասիրությամբ, ինչ իր սեփական երեխաների։ Պարոն Էդուարդը կայսրություն էր կառուցել։ Շքեղ հյուրանոցներ Հայաստանում, դրախտային հանգստյան տներ Ծաղկաձորում, հմայիչ հյուրատներ Դիլիջանի լեռներում։ Այն ամենը, ինչին նա դիպչում էր, կարծես ոսկու էր վերածվում։ Բայց սեպտեմբերյան այդ առավոտ, երբ Թամարան բարձրանում էր մարմարե աստիճաններով դեպի երրորդ հարկ, չէր կարողանում դադարել մտածել, թե ինչպես փողը ոչ ոքի չի պաշտպանում ցավից։ Ընդամենը 6 ամիս էր, ինչ Ադրիանան հեռացել էր։ 6 ամիս այն սարսափելի օրվանից հիվանդանոցում, երբ այն ամենը, ինչ պետք է ուրախություն լիներ, վերածվեց հրաժեշտի։ Հղիությունն ի սկզբանե դժվար էր ընթանում, լի բարդություններով, որոնք անհանգստացնում էին բժիշկներին։ Բայց Ադրիանան պնդում էր, որ ամեն ինչ լավ է, որ շուտով իր երեխային գրկին կառնի, ամեն ինչ իմաստ կստանա։ Ծննդաբերությունը երկար ու բարդ էր։ Երբ փոքրիկ Միքայելը վերջապես ծնվեց, բուժքույրերի ձեռքերում ուժգին լաց լինելով, թվում էր, թե վատթարագույնն անցել է։ Բայց հաջորդ ժամերին Ադրիանայի օրգանիզմը պարզապես չարձագանքեց այնպես, ինչպես պետք էր։ Բարդությունները կուտակվեցին մեկը մյուսի հետից, մինչ որ բժիշկներն այլևս ոչինչ չկարողացան անել։ Թամարան դեռ հիշում էր այն ճիչը, որ պարոն Էդուարդն արձակեց, երբ լուրն իմացավ։ Մի ձայն, որ կարծես գալիս էր հոգու այնքան խորքից, որ արձագանքեց հիվանդանոցի բոլոր միջանցքներում։ Նա այնտեղ էր, գրկին պահելով խաղաղ քնած փոքրիկ Միքայելին, որն անտեղյակ էր այն ողբերգությունից, որը պիտի նշանավորեր նրա կյանքն առաջին իսկ օրվանից։ Տղան երբեք չէր ճանաչելու մորը։ Երբեք չէր իմանալու Ադրիանայի քնքուշ ժպիտի, այն մասին, թե ինչպես էր նա մեղմ երգում, այգում ծաղիկները դասավորելիս, թե ինչպես էին փայլում նրա աչքերը, երբ խոսում էր իր սպասվելիք որդու մասին։ Առաջին ամիսները կործանարար էին։ Էդուարդը հազիվ էր սենյակից դուրս գալիս։ Տունը, որը նախկինում լի էր կյանքով ու եռուզեռով, վերածվել էր լուռ դամբարանի։ Երեխան լաց էր լինում, Թամարան ու մյուս աշխատակիցները հերթով հոգ էին տանում, բայց հայրը հազիվ էր կարողանում նայել որդուն։ Կարծես Միքայելը մշտական հիշեցում լիներ այն ամենի մասին, ինչ նա կորցրել էր։ Թամարան հասկանում էր նրա ցավը, բայց սիրտը կտոր-կտոր էր լինում, տեսնելով, թե ինչպես է այդ երեխան մեծանում առանց հոր սիրո, առանց գրկախառնության ջերմության, առանց մեկի, ով կնայեր նրան այն յուրահատուկ փայլով, որը միայն ծնողներն են կարող տալ։ Հենց այդ խորը սկի շրջանում հայտնվեց Քրիստինեն։ Թամարան հիանալի հիշում էր այն օրը, երբ առաջին անգամ տեսավ նրան։ Մարտյան մի կեսօր էր, Արը հյուրասենյակի պատուհաններից ներս էր թափանցում, ստեղծելով ոսկեգույն լույսի այնպիսի ճառագայթներ, որոնք կարծես օդում կախված լինեին։ Նա ծաղկեփնջերն էր դասավորում, երբ լսեց բարձրակրունկների ձայնը մուտքի մարմարի վրա։ Շրջվեց, ահա նա բարձրահասակ, էլեգանտ, թանկարժեք զգեստով, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Թամարայի 6 ամսվա աշխատավարձը։ Կատարյալ սանրված շագանակագույն մազերը թափվում էին ուսերին, անթերի դիմահարտարում, կարմիր շրթներկով ներկված շուրթերին, մտածված ժպիտ։ Քրիստինե Մելիքյանը նորաձության աշխարհից էր։
Երիտասարդության տարիներին մոդել էր եղել, իսկ այժմ աշխատում էր որպես իմիջ խորհրդատու գործարարների հայտնի մարդկանց համար։ Հենց մի բարեգործական միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էին ընդհանուր ընկերները, նա ծանոթացել էր Էդուարդի հետ։ Նա խոցելի էր, կորած, հուսահատորեն փնտրում էր միջոց, լցնելու այն դատարկությունը, որ թողել էր Ադրիանայի մահը։ Եվ Քրիստինեն, իր ողջ հմայքով ու հաշվարկված շողոքորթությամբ, հստակ գիտեր, թե ինչպես ներկայանալ, որպես փրկություն, որի կարիքը նա ուներ։ Սիրավեպը արագ զարգացավ։ Չափազանց արագ, մտածում էր Թամարան, հեռվից հետելով ամեն ինչին։ 3 ամսից էլ քիչ ժամանակում Քրիստինեն արդեն գրեթե ապրում էր առանձնատանը։ 6 ամիս անց հայտարարվեց ամուսնության մասին։ Համեստ արարողություն, միայն մտերիմ մարդկանց համար, կալվածքի սեփական մատուռում։ Թամարան հեռվից հետում էր, սրտում մի անբացատրելի սեղմոցով։ Դա նախանձ չէր, ոչ էլ զայրույթ։ Տարօրինակ զգացողություն էր, կարծես ինչ-որ բան այն չէր, կարծես մի ստվեր էր իջել այդ տան վրա։ Սկզբում Քրիստինեն կարծես լավ էր անդրադառնում պարոն Էդուարդի վրա։ Նա նորից սկսեց դուրս գալ, ժպտալ, ավելի խնամքով հագնվել։ Տունը վերականգնեց իր նախկին եռուզեռի մի մասը, կարևոր հաճախորդների համար ընթրիքներով հասարակական միջոցառումներով։ Բայց Թամարան մի բան էր նկատում, որը խորապես անհանգստացնում էր նրան։ Քրիստինեն խուսափում էր փոքրիկ Միքայելից, կարծես նա անտեսանելի լիներ։ Երեխան նոր էր դարձել 8 ամսական։ Այն հիասքանչ փուլում էր, երբ արդեն ինքնուրույն նստում էր, ձայներ էր հանում, որոնք կարծես բառեր լինելու ցանկություն ունեին, ձեռքերն էր մեկնում մոտեցողներին։ Բայց երբ Քրիստինեն անցնում էր նրա կողքով, կարծես չէր էլ տեսնում։ Եթե երեխան լաց էր լինում, նա փակում էր սենյակի դուռը, բարձրացնում հեռուստացույցի ձայնը։ Եթե Թամարան Միքայելին բերում էր հյուրասենյակ, Քրիստինեն մի պատրվակ էր հորինում հեռանում։ Հազվադեպ դեպքերում, երբ ստիպված էր լինում շփվել երեխայի հետ, դա անում էր մեխանիկական սառնությամբ, նրան պահելով այնպես, կարծես փխրուն ու տհաճ առարկա լիներ, որը պետք է հնարավորինս շուտ վերադարձնել։ Էդուարդը կարծես չէր նկատում։ Կամ գուցե չէր ուզում նկատել։ Նա այնքան տարված էր իր կյանքը վերակառուցելու փորձերով, ողբերգությունից հետո ինչ-որ իմաստ գտնելով, որ չէր տեսնում, թե ինչ է կատարվում իր քթի տակ։ Թամարան մի անգամ փորձեց նրբորեն ակնարկել, բայց նա պարզապես հոգնած ժպտաց, ասաց, որ Քրիստինեն դեռ հարմարվում է, որ ոչ բոլոր կանայք են ծնվում մայրական բնազդով, որ պետք է ժամանակ տալ։ Բայց ժամանակը միայն վատթարացրեց իրավիճակը։ Հենց Քրիստինեն առաջարկեց վարձել անձնական բուժքույր Միքայելին լրիվ դրույքով խնամելու համար։ Նա պնդեց, որ երեխան մասնագիտական խնամքի կարիք ունի, համապատասխան կրթությամբ մեկի, ով գիտի, թե ինչպես վարվել այդքան փոքր երեխայի բոլոր կարիքների հետ։ Էդուարդը, միշտ վստահելով նոր կնոջ որոշումներին, համաձայնեց առանց հարց տալու։ Եվ այսպես Վալերիան մտավ տուն։ Վալերիա Սարգսյանը 40-ն անց էր, ցածրահասակ ու թիկնեղ, լուրջ արտահայտությամբ, որը հազվադեպ էր բացվում ժպիտով։ Նա ներկայացրեց անթերի ինքնակենսագրական, բուժքույրական կրթություն, մանկական խնամքի մասնագիտացում, երաշխավորագրեր կարևոր ընտանիքներից։ Քրիստինեն էր նրան առաջարկել, ասելով, որ ճանաչում է նրան մի ընկերուհու միջոցով, ով նույնպես աշխատում էր նորաձության ոլորտում։ Թամարան առաջին իսկ պահից տարօրինակ բան զգաց այդ կնոջ մեջ։ Դժվար էր բացատրել, թե կոնկրետ ինչն էր նրան անհանգստացնում։ Վալերիան քաղաքավարի էր, արդյունավետ, միշտ հագնված իր անթերի սպիտակ համազգեստով։ Բայց ինչ-որ բան կար նրա աչքերում, այն ձի մեջ, թե ինչպես էր նայում երեխային, որը Թամարայի մարմնով սարսուռ էր անցկացնում։ Եվ ավելի վատն այն էր, թե ինչպես էին նա Քրիստինեն խոսում, միշտ ցածր ձայնով, միշտ ընդհատելով, երբ ինչ-որ մեկը մոտենում էր, հայացքներ փոխանակելով, որոնք կարծես գաղտնիքներ էին պարունակում։ Առաջին շաբաթները Վալերիայի հետ նորմալ թվացին։ Միքայելը հետում էր իր առօրյային, կերակրվում էր ճիշտ ժամերին, լավ քնում էր, խաղում իր գունավոր խաղալիքներով։ Բայց հետո, նրբորեն, ամեն ինչ սկսեց փոխվել։ Թամարան առաջինը նկատեց։ Նա 4 սեփական երեխա էր մեծացրել, օգնել էր խնամել 1 տասնյակից ավելի զարմիկների ու թոռների։ Նա ճանաչում էր երեխաներին, գիտեր, երբ ինչ-որ բան այն չէր։ Եվ Միքայելի հետ, անկասկած, ինչ-որ բան այն չէր։ Տղան սկսեց ավելի լուր դառնալ։ Նախկինում նա ուրախ էր, աղմկոտ, միշտ թոթովում էր ու ուշադրություն գրավում։ Այժմ ժամերով լուռ էր մնում, հեռու նայող հայացքով, կարծես ուրիշ աշխարհում լիներ։
Երբ Վալերիան կերակրում էր նրան, նա լաց էր լինում ու պայքարում, դեմքը շրջում կողք, մերժում շիշը այնպիսի համառությամբ, որը նորմալ չէր։ Բուժքույրը ստիպում էր, երբեմն կոպիտ, ասելով, որ երեխան երես է առել, պետք է սովորի ճիշտ ուտել։ Բայց այն, ինչն ամենաշատը տագնապեցրեց Թամարային, այն էր, որ Միքայելը նիհարում էր։ Աստիճանաբար, բայց տեսանելիորեն։ Թմբլիկ այտերը սկսեցին նիհարել, թիկները բարակեցին, հագուստը, որը նախկինում կիպ էր, այժմ լայն էր։ Նա ասաց Վալերիային, որը զայրույթով պատասխանեց, թե նորմալ է, որ երեխաները քաշի տատանումներ ունենան, որ ինքն է այստեղ մասնագետը գիտի, թե ինչ է անում։ Մի գիշեր Թամարան չկարողացավ քնել։ Պառկած էր իր փոքրիկ սենյակում, տան գցակառույցում, նայում էր առաստաղին, մտածում։ Ինչ-որ բան այն չէր։ Շատ այն չէր։ Եվ նա պետք է պարզեր, թե ինչ։ Հաջորդ առավոտ որոշեց ավելի մոտիկից հետել։ Մնաց մոտակայքում կերակրման ժամին, ծածնելով, թե զբաղված է տնային գործերով։ Տեսավ, թե ինչպես Վալերիան պատրաստեց շիշը խոհանոցում, չափելով կաթի փոշին մի գթալով, որը չափազանց փոքր էր թվում, շիշը լցնելով չափազանց շատ ջրով։ Տեսավ, թե ինչպես բուժքույրը շտապ թափահարեց տարան, չմտահոգվելով, թե արդյոք լավ է խառնվել։ Եվ տեսավ, թե ինչպես Միքայելը կերակրվելիս այնքան լաց եղավ, որ շունչը կտրվեց, դեմքը շրջելով կողք, մերժելով այն հեղուկը, որը կարծես համ չուներ։ Նույն օրը, կեսօրին, Էդուարդը գրասենյակից շուտ եկավ։ Նա սկսել էր դա ավելի հաճախ անել, փորձելով ավելի ներկա լինել որդու կյանքում։ Միքայելին գրկեց, նստեց հյուրասենյակի բազկաթոռին, խնդրեց, որ Թամարան մի շիշ կաթ պատրաստի։ Նա պատրաստեց ճիշտ այնպես, ինչպես միշտ էր անում, հետելով կաթի փոշու տուփի հրահանգներին, ճիշտ չափելով, տաքացնելով իդեալական ջերմաստիճանում։ Եվ հետո տեղի ունեցավ մի բան, որից Թամարայի սիրտը քիչ մնաց կանգներ։ Միքայելը ամբողջը խմեց։ Առանց բողոքելու, առանց լաց լինելու, առանց դեմքը շրջելու։ Նա հանգիստ մնաց հոր գրկում, ախորժակով ծծելով շիշը, աչուկները նորից սկսեցին փայլել այն կենդանությամբ, որն անհետացել էր։ Էդուարդը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը Թամարան ամիսներ շարունակ չէր տեսել, մեղմ ասաց. Տեսնում ես, որդիս, հայրիկն այստեղ է։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց Թամարան գիտեր, որ ամեն ինչ լավ չէր։ Ոչինչ լավ չէր։ Այդ գիշեր, երբ բոլորն արդեն քնած էին, նա իջավ խոհանոց։ Պետք է համոզվեր։ Պետք է հաստատեր իր կասկածները, նախքան որե մեղադրանք ներկայացնելը։ Դողացող ձեռքերով պատրաստեց երկու շիշ։ Մեկը ճիշտ այնպես, ինչպես Վալերիան էր անում, այն չափաբաժիններով, որոնք նկատել էր օրվա ընթացքում։ Մյուսը, ճիշտ ձով, հետելով փաթեթի հրահանգներին։ Տարբերությունն ակնհայտ էր։ Վալերիայի շիշն ավելի բաց գույն ուներ, ավելի ջրիկ էր։ Հոտը թույլ էր, գրեթե աննկատ։ Թամարան մատը թրջեց համտեսեց։ Համը ջրի էր, կաթի թեթ հետքով։ Մյուսը, ճիշտ պատրաստված, խտություն ուներ, կաթի ուժեղ հոտ, սննդարար համ։ Ցանկացած մարդ կտեսներ տարբերությունը։ Ինչպես ոչ ոք առաջ չէր նկատել։ Կամ գուցե ինչ-որ մեկը նկատել էր, պարզապես չէր մտահոգվել։ Թամարայի սիրտը արագացավ։ Նա այդ ջրիկացված կաթից մի փոքր լցրեց մաքուր սրվակի մեջ, թաքցնելով այն իր պայուսակի խորքում։ Ապացույցներ էին պետք։ Պետք էր ինչ-որ կոնկրետ բան, նախքան որը մեկին դիմակայելը։ Բայց մի բան նա հաստատ գիտեր։ Սա անփութություն չէր։ Սա դիտավորյալ էր։ Արվում էր միտումնավոր հաշվարկված։ Բայց ինչու՞։ Ինչու ինչ-որ մեկը դա կաներ անպաշտպան երեխայի հետ։ Ինչ հրեշավորություն էր սա։ Հաջորդ առավոտ Թամարան վճռական արթնացավ։ Նա ուներ մի որդի, Ռոբերտը, որն աշխատում էր որպես լաբորանտ քաղաքի Քանաքեռ Զեյթուն թաղամասի մասնավոր հիվանդանոցում։ Լուրջ, ուսումնասեր երիտասարդ էր, որը կարողացել էր ավարտել համալսարանը, գիշերները սովորելով, իսկ ցերեկներն աշխատելով։ Նա միշտ հպարտացել էր նրանով, թե ինչպես էր նա հաջողության հասել կյանքում, չնայած դժվարություններին։ Նա ավտոբուսով գնաց հիվանդանոց, սրվակը պայուսակում թաքցրած։ Ռոբերտին գտավ նրա ճաշի ընդմիջմանը, մոտակա սրճարանում։ Որդին զարմացավ մոր անսպասելի այցից, բայց ավելի շատ անհանգստացավ, երբ նա պատմեց ամեն ինչ։ Քրիստինեի Վալերիայի տարօրինակ պահվածքը, երեխայի նիհարելը, շշերի միջ տարբերությունը։ Մամ, սա շատ լուրջ է։
Եթե դու ճիշտ ես, մենք խոսում ենք շատ ծանր բանի մասին, ասաց Ռոբերտը, սրվակին նայելով այնպես, կարծես պայթելու պատրաստ ռումբ լիներ։ Գիտեմ, տղաս։ Դրա համար ինձ ապացույցներ են պետք։ Պետք է հստակ իմանամ, թե այդ կինն ինչ է լցնում այդ երեխայի կերակուրի մեջ։ Ռոբերտը համաձայնեց լաբորատորիայում գաղտնի անալիզներ անել։ Ասաց, որ մի քանի օր կտի, բայց կկարողանա մանրամասն արդյունքներ ստանալ։ Թամարան վերադարձավ առանձնատուն ծանր սրտով, բայց հույսի մի կայծով։ Շուտով կիմանար ճշմարտությունը։ Եվ երբ իմանար, կաներ այն, ինչ անհրաժեշտ էր այդ երեխային պաշտպանելու համար։ Հաջորդ օրերը տանջանք էին։ Թամարան ամեն ինչին ուշադիր հետում էր, մտքում նշելով յուրաքանչյուր մանրուք, Քրիստինեի Վալերիայի մեջ յուրաքանչյուր շուկով խոսակցություն, յուրաքանչյուր անգամ, երբ բուժքույրը պատրաստում էր Միքայելի կերակուրը։ Նա սկսեց օրինաչափություն նկատել։ Երբ Էդուարդը տանն էր, Վալերիան խնդրում էր Թամարային կամ մեկ այլ աշխատակցի պատրաստել շիշը։ Բայց երբ նա գնում էր աշխատանքի, ինքն էր պատրաստում, միշտ այդ սխալ չափաբաժիններով, միշտ շտապ, միշտ այդ սառը արտահայտությամբ դեմքին։ Եվ Քրիստինեն միշտ մոտակայքում էր, վերահսկում էր, կարծես ուզում էր համոզվել, որ ամեն ինչ արվում է ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր։ Մի կեսօր Թամարան անցավ Միքայելի սենյակի կողքով, ձայներ լսեց։ Կանգնեց կիսաբաց դռան մոտ, սիրտը բաբախում էր։ Քրիստինեն ու Վալերիան էին խոսում ցածր ձայնով, բայց ոչ այնքան ցածր։ Նա հարցնում էր, թե ինչու է տղան այդքան նիհար, ասում էր Վալերիան անհանգիստ տոնով։ Ասա, որ աճի փուլ է։ Որ նորմալ է։ Բժիշկներն արդեն չեն հաստատել, որ հետազոտություններում ոչ մի խնդիր չկա, անհամբեր պատասխանեց Քրիստինեն։ Այո, բայց այդ պառավ սպասուհին ամեն ինչին հետում է։ Նա ինձ անհանգստացնում է։ Թամարան։ Մի անհանգստացիր նրա համար։ Նա ընդամենը սպասուհի է։ Ով կհավատա նրա խոսքին մեր խոսքի դեմ։ Քրիստինեն մեղմ ծիծաղեց, մի ձայն, որում ոչ մի ուրախ բան չկար։ Ընդամենը մի քանի շաբաթ, Վալերիա։ Ընդամենը մի փոքր էլ, ամեն ինչ կլուծվի։ Երեխան բավականաչափ կթուլանա, ցանկացած մանրուք բնական կթվա, հետո։ Նախադասությունը կիսատ մնաց, բայց Թամարային պետք չէր լսել մնացածը, հասկանալու համար։ Ոտքերը քիչ մնաց ծալվեին։ Պետք եղավ պատից բռնվել, որ չընկնի։ Դա ավելի վատ էր, քան պատկերացնում էր։ Շատ ավելի վատ։ Դա պարզապես անփութություն չէր։ Դա ծրագիր էր։ Սառը հաշվարկված ծրագիր այդ երեխային վնասելու համար։ Ինչի՞ համար։ Էդուարդի կարողությունը ժառանգելու, ազատվելու միակ կապից, որ նա դեռ ուներ Ադրիանայի հետ։ Թամարան լուր հեռացավ դռնից, սիրտը բաբախում էր այնքան ուժեղ, որ կարծես ուզում էր կրծքից դուրս թռչել։ Նրան պետք էին լաբորատորիայի արդյունքները։ Պետք էին կոնկրետ ապացույցներ։ Բայց ամենակարևորը պետք էր արագ գործել, որովհետև հիմա գիտեր, որ փոքրիկ Միքայելի համար ժամանակը սպառվում էր։ Այդ գիշեր, անկողնում պառկած, Թամարան աղոթեց այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր աղոթել։ Աղոթեց ուժի, քաջության, պաշտպանության համար։ Աղոթեց, որ իր որդին ժամանակին ստանա արդյունքները։ Աղոթեց, որ Էդուարդը հավատա իրեն, երբ ամեն ինչ պատմի։ Եվ հատկապես աղոթեց Միքայելի համար, այն անմեղ երեխայի, որը ծնվել էր ողբերգության մեջ, այժմ նրա կյանքին սպառնում էին մարդիկ, ովքեր պետք է պաշտպանեին նրան։ Սահակյանների առանձնատունը, որը միշտ եղել էր ուժի հաջողության խորհրդանիշ, այժմ իր մարմարե պատերի բյուրեղապակյա ջահերի մեջ մութ գաղտնիք էր պահում։ Եվ Թամարան, մի հասարակ սպասուհի, որն իր կյանքի 30 տարին նվիրել էր այդ ընտանիքին, հայտնվել էր մի ճակատամարտի կենտրոնում, որը դեռ նոր էր սկսվում։ Նա դեռ չգիտեր, բայց հաջորդ օրերին իր կյանքը լիովին կփոխվեր։ Կբացահայտեր, թե մինչ ուր է հասնում մարդկային չարությունը, երբ խաղասեղանին դրված են փողն ու իշխանությունը։ Բայց նա կբացահայտեր, որ քաջությունը պարտադիր չէ, որ գա մեծ գործերից, որ երբեմն ամենաանսպասելի մարդիկ են նրանք, ովքեր տարբերություն են ստեղծում կյանքի ողբերգության մեջ։ Մինչ գիշերն իջնում էր Երանի վրա, իր անվերջ լույսերով ու մշտական աղմուկով, կենտրոնի առանձնատան ներսում ամեն ինչ լուռ էր։ Բայց դա այն լռությունն էր, որը նախորդում է փոթորկին։ Այն լռությունը, որը վտանգավոր գաղտնիքներ է պահում։ Եվ Թամարան, պառկած իր համեստ սենյակում, գիտեր, որ փոթորիկը սկսվելու շեմին է։ Գլուխ 2. Բացահայտված ճշմարտությունը հաջորդ 3 օրերը Թամարայի կյանքի ամենաերկար օրերն էին։
Յուրաքանչյուր րոպե կարծես հավերժություն էր ձգվում, մինչ նա սպասում էր Ռոբերտի զանգին, լաբորատորիայի արդյունքներով։ Նա շարունակում էր իր սովորական առօրյան առանձնատանը, մաքրում, կարգի բերում, կերակուր պատրաստում, բայց նրա աչքերն ու ականջները միշտ զգոն էին, միշտ հետում էին Քրիստինեի Վալերիայի յուրաքանչյուր շարժմանը։ Միքայելը շարունակում էր թուլանալ։ Ամեն օր նա ավելի անտարբեր, ավելի լուռ, ավելի հեռու էր դառնում։ Թամարան գերմարտկային ջանքեր էր գործադրում, որպեսզի չբռնի այդ երեխային տնից դուրս չփախչի։ Բայց գիտեր, որ պետք է խելացի, ռազմավարական լինի։ Եթե գործեր իմպուլսիվ, առանց կոնկրետ ապացույցների, դա կլիներ ընդամենը իր խոսքը երկու կանանց դեմ, ովքեր իրենց կողմն ունեին ողջ իշխանությունն ու ազդեցությունը։ Հինգշաբթի առավոտյան էր, երբ Թամարան լվացքատանը հագուստ էր ծալում, որ վերջապես հեռախոսը զանգեց։ Էկրանին փայլում էր Ռոբերտի անունը։ Դողացող ձեռքերով նա պատասխանեց դուրս եկավ այգի, հեռու հետաքրքրասեր ականջներից։ Մամ, ես պետք է քեզ հետ անձամբ խոսեմ։ Չեմ կարող սա հեռախոսով ասել, Ռոբերտի ձայնը լարված էր, լի մի հրատապությամբ, որը Թամարայի ստամոքսը շուռ տվեց։ Լուրջ է, տղաս։ Շատ լուրջ, մամ։ Շատ լուրջ։ Ես հիմա դուրս եմ գալիս հիվանդանոցից։ Կարող եմ քեզ հանդիպել առանձնատան մոտակա այգում կես ժամից։ Թամարան համաձայնեց անջատեց։ Խոհանոցում ասաց, որ պետք է արագ դուրս գա մի քանի բան գնելու, վերցրեց պայուսակը գրեթե վազեց դեպի այգին, որը գտնվում էր Սահակյանների առանձնատնից 3 թաղամաս հեռու։ Դա փոքր ծառաշատ այգի էր, որտեղ հաճախում էին դայակները մանկասայլակներով տարեցները, որոնք գալիս էին աղավնիներին կերակրելու։ Նա նստեց մի նստարանին, ծաղկած սակուրայի ստվերում սպասեց, սիրտը անհանգիստ բաբախում էր։ Ռոբերտը 15 րոպե անց եկավ, դեռ հիվանդանոցի սպիտակ խալաթով, ձեռքին փաստաթղթերի թղթապանակ։ Նա նստեց մոր կողքին, նախքան որևէ բան ասելը, ամուր բռնեց նրա ձեռքերը։ Թամարան որդու աչքերում տեսավ իր բոլոր վատթարագույն վախերի հաստատումը։ Մամ, այն, ինչ դու ինձ տվել ես, մանկական կաթնախառնուրդ չէ։ Այսինքն կաթնախառնուրդի հետքեր կան, բայց այն ջրիկացված է նորմալ խտության 40%-ից էլ պակաս, սկսեց Ռոբերտը, բացելով թղթապանակը ցույց տալով թղթեր, որոնք լի էին թվերով ու տեխնիկական տերմիններով, որոնք Թամարան լիովին չէր հասկանում։ Երեխան, որը սա է ստանում, պատշաճ սնուցում չի ստանում։ Նա կսկսի քաշ կորցնել, կթուլանա, կզարգացնի լուրջ սննդային անբավարարություններ։ Թամարան սրտխառնոցի զգացում ունեցավ։ Նույնիսկ այս հաստատմանն սպասելով բարձրաձայն լսելը կործանարար էր։ Բայց սա դեռ ամենը չէ, մամ։ Շատ ավելին կա, շարունակեց Ռոբերտը, նրա ձայնն էլ ավելի լրջացավ։ Մենք նմուշի մեջ հանգստացնող նյութերի հետքեր ենք գտել։ Ոչ մահացու քանակությամբ, բայց բավարար, որպեսզի երեխային քնկոտ, անտարբեր դարձնի, առանց լաց լինելու կամ արձագանքելու էներգիայի։ Աստված իմ, շնջաց Թամարան, ձեռքերը դեմքին տանելով։ Նրանք թունավորում են այդ տղային։ Նրանք սպանում են նրան կամաց-կամաց։ Տեխնիկապես, դա թույն չէ ավանդական իմաստով։ Բայց ազդեցությունը նույնն է։ Թերսնված հանգստացված երեխան պաշտպանական համակարգ չունի։ Ցանկացած պարզ վարակ կարող է լուրջ դառնալ։ Ցանկացած փոքր առողջական խնդիր կարող է վերածվել լուրջ բանի։ Եվ երբ ինչ-որ բան պատահի, դա բնական կթվա։ Կթվա, թե երեխան ինչ-որ չախտորոշված հիվանդություն ուներ, բացատրեց Ռոբերտը, զսպված զայրույթը երում էր նրա ձայնում։ Սա կանխամտածված է, մամ։ Սա դիտավորյալ ծրագիր է։ Թամարան մի պահ լուռ մնաց, ամեն ինչ մարսելով։ Գլուխկոտրուկի կտորները սարսափելի կերպով իրար էին միանում։ Քրիստինեն Վալերյան դիտավորյալ վնասում էին Միքայելին, դանդաղ։ Հաշվարկված, որպեսզի երբ ինչ-որ լուրջ բան պատահի, ոչ ոք չկասկածի։ Էդուարդը կժառանգեր մեկ ողբերգություն, կդառնար էլ ավելի խոցելի, Քրիստինեն լիակատար վերահսկողություն կունենար նրա կարողության վրա։ Հիմա ինչ անեմ, տղաս։ Ինչպես փրկեմ այդ երեխային, հարցրեց Թամարան, արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Դու կգնաս պարոն Էդուարդի մոտ կպատմես ամեն ինչ։ Ցույց կտաս այս փաստաթղթերը։ Կպահանջես, որ նա Միքայելին տանի անկախ բժշկի մոտ, որը ոչ մի կապ չունի Քրիստինեի կամ Վալերիայի հետ։ Եվ եթե նա չհավատա, դու կգնաս ոստիկանություն։ Սա սպանության փորձ է, մամ։ Կարևոր չէ, թե ովքեր են այդ կանայք կամ որքան իշխանություն ունեն։ Թամարան գլխով արեց, փաստաթղթերը պայուսակի մեջ դնելով։
Ռոբերտը նրան ամուր գրկեց, նախքան հիվանդանոց վերադառնալը, ստիպելով խոստանալ, որ զգույշ կլինի։ Նա մի քանի րոպե մնաց այգում, քաջություն հավաքելով այն բանի համար, ինչ պատրաստվում էր անել։ Գիտեր, որ Էդուարդին դիմակայելով, վտանգի տակ էր դնում իր սեփական անվտանգությունը։ Բայց երբ մտածում էր այն անմեղ երեխայի մասին, այն աչուկների, որոնք օրեցօր կորցնում էին իրենց փայլը, գիտեր, որ այլ ընտրություն չունի։ Նա վերադարձավ առանձնատուն ամուր քայլերով, կրծքում այրվող նոր վճռականությամբ։ Էդուարդը գրասենյակում էր, աշխատում էր իր համակարգչով։ Թամարան թակեց դուռը, մտավ առանց թույլտվություն սպասելու փակեց դուռը իր հետից։ Նա բարձրացրեց աչքերը, զարմացած սպասուհու անսովոր հանդգնությունից։ «Պարոն Էդուարդ, ես պետք է ձեզ հետ խոսեմ մի շատ լուրջ բանի մասին»։ «Միքայելի մասին», ասաց Թամարան, ձայնը ամուր, չնայած իր զգացած վախին։ Էդուարդը խոժոռվեց, փակեց նոութբուքը, ամբողջ ուշադրությունը սեռեց նրա վրա։ Թամարան երբեք այդպես չէր մտել գրասենյակ, երբեք չէր ընդհատել նրա աշխատանքը։ Նա հասկացավ, որ դա կարևոր բան է։ «Միքայելի մասին։ Ինչ է պատահել»։ «Նա լավ է», հարցրեց նա, անհանգստության մի նշույլ անցավ նրա դեմքով։ «Ոչ, պարոն։ Նա լավ չէ։ Եվ լավ չէ, որովհետև ինչ-որ մեկը նրան վնասում է։ Դիտավորյալ»։ Բառերը մի պահ կախված մնացին օդում։ Էդուարդը նրան նայեց այնպես, կարծես ճիշտ չհասկացավ, կարծես Թամարան ուրիշ լեզվով խոսեց։ «Ինչի՞ մասին ես խոսում, Թամարա։ Ինչ մեղադրանք է սա»։ Այդ ժամանակ Թամարան պատմեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր մանրուք, որ նկատել էր վերջին շաբաթներին, յուրաքանչյուր շշուկով խոսակցություն, որ լսել էր, յուրաքանչյուր տարօրինակ պահվածք։ Պատմեց ջրիկացված շշերի մասին, այն մասին, թե ինչպես էր Միքայելը լաց լինում, երբ Վալերիան էր կերակրում, բայց նորմալ ուտում, երբ Էդուարդն էր տալիս կերակուրը։ Պատմեց այն խոսակցության մասին, որ լսել էր Քրիստինեի Վալերիայի մեջ։ Եվ վերջապես հանեց լաբորատորիայի փաստաթղթերը պայուսակից դրեց սեղանին։ Էդուարդը վերցրեց թղթերը ձեռքերով, որոնք սկսում էին դողալ։ Կարդաց մեկ անգամ, հետո երկրորդ, հետոս մեկ։ Թամարան տեսավ, թե ինչպես գույնը գնաց նրա դեմքից, տեսավ, թե ինչպես ձեռքերը սկսեցին այնքան ուժեղ սեղմել թղթի եզրերը, որ քիչ մնաց պատռեին։ «Սա չի կարող ճիշտ լինել», մրմնջաց նա, բայց ձայնը համոզմունք չուներ։ Քրիստինեն դա չէր անի։ Նա չէր անի։ «Պարոն Էդուարդ, ես այս տանն աշխատել եմ ավելի քան 30 տարի։ Հոգ եմ տարել ձեր մասին, երբ երիտասարդ էիք, հոգ եմ տարել տիկին Ադրիանայի մասին, հիմա փորձում եմ հոգ տանել ձեր որդու մասին։ Ես չէի համարձակվի գալ այստեղ ասել այս բաները, եթե բացարձակապես վստահ չլինեի։ Ձեր որդին վտանգի մեջ է»։ Էդուարդը կտրուկ վեր կացավ, գցելով աթոռը։ Սկսեց քայլել գրասենյակում այս ու այն կողմ, ձեռքերն անցկացնելով մազերի միջով, շնչառությունը ծանրանում էր։ Թամարան տեսավ ճիշտ այն պահը, երբ նա որոշեց հավատալ իրեն։ Կարծես դիմակ ընկավ նրա դեմքից, տակից բացահայտելով հասկացողության սարսափը։ «Հիմա որտեղ են նրանք»։ հարցրեց նա, ձայնը ցածր, բայց լի զսպված կատաղությամբ, որը Թամարան երբեք նրա մեջ չէր տեսել։ «Քրիստինեն ճաշի է գնացել։ Վալերիան Միքայելի հետ սենյակում է»։ Էդուարդը փոթորկի պես դուրս եկավ գրասենյակից։ Թամարան հետեց նրան, սիրտը բաբախում էր։ Նրանք բարձրացան աստիճաններով դեպի երրորդ հարկ, որտեղ երեխայի սենյակն էր։ Էդուարդը ուժով հրեց դուռը, ստիպելով Վալերիային վախից ցատկել։ Նա նստած էր բազկաթոռին, հեռախոսով խաղալով, մինչ Միքայելը քնած էր օրորոցում, գունատ ու չափազանց հանգիստ 8 ամսական երեխայի համար։ «Դուրս… Դուրս իմ տնից հիմա», ասաց Էդուարդը, նրա ձայնը սառույցի պես սառն էր։ Վալերիան ոտքի կանգնեց, շփոթված, նայելով Էդուարդից Թամարային, նորից Էդուարդին։ «Պարոն Էդուարդ, ես չեմ հասկանում։ Սխալ բան եմ արել։ Դու շատ լավ գիտես, թե ինչ ես արել։ Եվ երբ իմ փաստաբանը վերջացնի փաստաթղթերի պատրաստումը, դու քրեական պատասխանատվության կենթարկվես դրա համար։ Հիմա դուրս արի, քանի դեռ անվտանգությանը չեմ կանչել, որ քեզ այստեղից հանի»։ Վալերիան գունատվեց։ Մի պահ նրա պրոֆեսիոնալիզմի դիմակն ընկավ, Թամարան նրա աչքերում տեսավ բացահայտվածի խուճապը։ Նա արագ վերցրեց պայուսակը, գրեթե վազելով դուրս եկավ սենյակից, շտապ իջնելով աստիճաններով։ Էդուարդը մոտեցավ օրորոցին, Միքայելին գրկեց։
Երեխան բացեց աչքերը, դեռ չափազանց քնկոտ հանգստացնողների պատճառով Թամարան տեսավ, թե ինչպես մի արցունք իջավ հոր դեմքով։ Նա որդուն սեղմեց կրծքին, անընդհատ ներողություն խնդրելով։ Ես չտեսա։ Ինչպես չտեսա։ Ինչպես թույլ տվեցի, որ սա քեզ հետ պատահի, կրկնում էր նա, ձայնը կոտրված հուզմունքից։ Թամարան մոտեցավ, նրբորեն դիպչելով նրա ուսին։ Դուք սկի մեջ էիք։ Խոցելի էիք։ Նրանք օգտվեցին դրանից, ասաց նա, իր սեփական ձայնը խեղդված։ Բայց հիմա դուք գիտեք։ Եվ հիմա կարող եք պաշտպանել ձեր որդուն։ Էդուարդը գլխով արեց, սրբելով արցունքները։ Վերցրեց հեռախոսը, զանգեց իր անձնական բժշկին, պահանջելով, որ անմիջապես գա առանձնատուն Միքայելին զննելու։ Հետո զանգեց իր փաստաբանին, խնդրելով սկսել Վալերիայի դեմ բոլոր հնարավոր իրավական ընթացակարգերը։ Եվ վերջում, լարված ձայնով, զանգեց Քրիստինեին։ Թամարան լսեց միայն Էդուարդի խոսակցության կողմը, բայց դա բավարար էր հասկանալու համար։ Նա պահանջեց, որ նա անմիջապես վերադառնա տուն։ Չընդունեց ոչ մի արդարացում կամ հետաձգում։ Եվ անջատեց, առանց պատասխանի սպասելու։ Հաջորդ 2 ժամերը փոթորիկ էին։ Բժիշկը եկավ, մանրամասն զննեց Միքայելին, հաստատելով թերսնուցումը, գտնելով մի քանի կարևոր վիտամինների ցածր մակարդակ։ Նա խորհուրդ տվեց անհապաղ հոսպիտալացում կայունացման համար, բայց Էդուարդը հրաժարվեց, ասելով, որ որդուն իր մոտից ոչ մի վայրկյան չի հեռացնի։ Այդ ժամանակ բժիշկը մշակեց խիստ սննդային վերականգնման ծրագիր, որը պետք է հետվեր տանը, մշտական հսկողության ներքո։ Քրիստինեն ժամանեց ժամը 3-ից քիչ առաջ։ Նա մտավ գլխավոր դռնով այն վստահ քայլվածքով, որ միշտ ուներ, բայց Թամարան նրա աչքերում նյարդայնության մի նշույլ նկատեց, երբ տեսավ Էդուարդին, որ սպասում էր նրան հյուրասենյակում, Միքայելը գրկին դեմքին մի արտահայտություն, որը սուտ չէր ընդունի։ Ինչն էր այդքան հրատապ, սիրելիս, հարցրեց Քրիստինեն, փորձելով պահպանել սովորական տոնը, բայց ձայնը մի փոքր չափազանց բարձր դուրս եկավ։ Էդուարդը անմիջապես չպատասխանեց։ Պարզապես երկար նայեց նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում, թե ով է նա իրականում։ Հետո զգույշ շարժումներով Միքայելին տվեց Թամարային պահելու, քայլեց դեպի Քրիստինեն, կանգնելով նրանից մի քանի սանտիմետր հեռու։ Որքան ժամանակ էիր սա պլանավորում, հարցրեց նա, ձայնը վտանգավոր ցածր։ Երբ որոշեցիր, որ իմ որդին խոչընդոտ է, որը պետք է հեռացվի։ Թամարան տեսավ, թե ինչպես գույնը գնաց Քրիստինեի դեմքից։ Մի ակնթարթ նա մտածեց ժխտել, ծածնել վրդովմունք։ Բայց Էդուարդի հայացքում ինչ-որ բան ստիպեց նրան հասկանալ, որ խաղն ավարտված է։ Ես չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում, փորձեց նա դեռ, բայց ձայնը ուժ չուներ։ Այդ ժամանակ Էդուարդը շպրտեց լաբորատորիայի փաստաթղթերը սուրճի սեղանի վրա։ Գիտես, դու քո հանցակիցը թունավորում էիք իմ որդուն։ Կամաց-կամաց հաշվարկված, որպեսզի երբ նա լրջորեն հիվանդանա, ոչ ոք չկասկածի։ Դու իրոք կարծում էիր, որ ես երբեք չէի բացահայտի։ Քրիստինեն նայեց թղթերին, հետո Թամարային, որը երեխային էր պահում, հետո նորից Էդուարդին։ Թամարան տեսավ ճիշտ այն պահը, երբ նա որոշեց փոխել ռազմավարությունը, ժխտումից անցնելով հարձակման։ Լավ, ուզում ես իմանալ ճշմարտությունը։ Այդ երեխան ամեն ինչ փչացրեց։ Նա սպանեց Ադրիանային, իսկ հետո մնաց այստեղ որպես մեռած բեռ, կլանելով քո ողջ ուշադրությունը, քո ողջ ժամանակը։ Դու այնքան տարված էիր քո սկով, որ չէիր կարողանում առաջ շարժվել։ Ես ընդամենը փորձում էի քեզ ազատել դրանից։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Էդուարդը նայում էր Քրիստինեին, կարծես անծանոթի առաջ կանգնած լիներ, մեկի, ում երբեք առաջ չէր տեսել։ Եվ գուցե հենց այդպես էլ կար։ Դուրս իմ տնից, ասաց նա վերջապես, յուրաքանչյուր բառը ապակու պես սուր։ Վերցրու իրերդ ու դուրս արի։ Իմ փաստաբանը կապ կհաստատի ամուսնալուծության քրեական մեղադրանքների վերաբերյալ։ Դու չես կարող դա անել ինձ հետ։ Ես քո կինն եմ։ Ես իրավունքներ ունեմ, առարկեց Քրիստինեն, բայց հիմա նրա ձայնում հուսահատության երանգ կար։ Դու փորձել ես վնասել անպաշտպան երեխայի։ Դու այստեղ ոչ մի իրավունք չունես։ Եվ եթե դա ինձնից է կախված, երկար ժամանակ դրա համար պատասխան կտաս դատարանում։ Քրիստինեն շուրջը նայեց, կարծես փնտրում էր մեկին կամ ինչ-որ բան, որը կարող էր փրկել իրեն իրավիճակից։
Նրա աչքերը կանգ առան Թամարայի վրա, դրանցում այնպիսի այրող զայրույթ կար, որ տարեց կինը բնազդաբար Միքայել հետ գնաց, Միքայելին սեղմելով կրծքին։ Սա դու էիր, այնպես չէ՞, շնջաց Քրիստինեն, առաջ գալով դեպի Թամարան։ Դու չպետք է խառնվեիր սրան, դու հերիք է, գոռաց Էդուարդը, կանգնելով Քրիստինեի Թամարայի միջ։ Դու արդեն բավականաչափ վնաս ես տվել։ Նրանց մոտ չես գա։ Հիմա դուրս արի, քանի դեռ ոստիկանություն չեմ կանչել։ Քրիստինեն հետ քաշվեց, բայց Թամարային ուղված հայացքը մաքուր ատելություն էր։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի սենյակ, որը կիսում էր Էդուարդի հետ, Թամարան լսեց դարակների ուժով բացվելու-փակվելու, իրերի ճամպրուկների մեջ նետվելու ձայները։ Կես ժամ անց Քրիստինեն իջավ, տանելով երկու մեծ ճամպրուկ, անցավ հյուրասենյակով, առանց որևէ մեկին նայելու, դուրս եկավ մուտքի դռնից, այն այնքան ուժեղ շրխկացնելով, որ պատերի նկարները դողացին։ Երբ նրա մեքենայի ձայնը հեռվում մարեց, Էդուարդն ընկավ բազմոցին, կարծես մի քանի ժամում 10 տարով ծերացած լիներ։ Թամարան մոտեցավ նստեց նրա կողքին, դեռ պահելով Միքայելին, որը վերջապես սկսում էր ավելի արթուն ելալ, նրա աչուկները շուրջը ամեն ինչ ավելի ուշադիր էին դիտում։ Ես հիմար էի, Թամարա։ Լիակատար հիմար, ասաց Էդուարդը, ձայնը լի մեղքի զգացումով։ Ինչպես չտեսա, թե ով է նա իրականում։ Ինչպես թույլ տվեցի, որ որդիս վտանգի մեջ լինի։ Դուք սկի մեջ էիք։ Խոցելի էիք։ Նա օգտվեց դրանից, կրկնեց Թամարան նրբորեն։ Բայց հիմա ամեն ինչ անցյալում է։ Միքայելն անվտանգ է։ Եվ լավ կլինի։ Էդուարդը գլխով արեց, բայց Թամարան գիտեր, որ սա դեռ հեռու էր ավարտից։ Նա հզոր թշնամիներ էր ձեռք բերել, կանայք, ովքեր հեշտությամբ չէին ընդունի պարտությունը։ Եվ նրա աչքերի անհանգստությունը ցույց էր տալիս, որ նա հստակ գիտեր, թե ինչ էր սպասվում։ Այդ գիշեր, երբ Միքայելին քնեցրին օրորոցում, իսկ Էդուարդը պնդեց մնալ նրա կողքին, Թամարան վերադարձավ իր փոքրիկ սենյակը տան գցակառույցում։ Նա հոգնած էր, զգացմունքային ֆիզիկապես ուժասպառ։ Բայց նա թեթության զգացում ուներ։ Ճիշտ բան էր արել։ Փրկել էր այդ երեխային։ Պատրաստվում էր պառկել, երբ հեռախոսը թրթռաց։ Անհայտ համարից հաղորդագրություն էր։ Սիրտը արագ բաբախելով, նա բացեց այն։ Դու կփոշմանես, որ խառնվել ես ոչ քո գործին։ Դրա համար թանկ կվճարես։ Թամարայի ձեռքերը դողացին, հեռախոսը պահելով։ Կասկած չուներ, թե ով էր ուղարկել հաղորդագրությունը։ Եվ գիտեր, որ դա դատարկ սպառնալիք չէր։ Քրիստինեն ռեսուրսներ, կապեր, իշխանություն ուներ։ Եվ հիմա նա վրեժխնդրության պատճառ ուներ։ Թամարան անջատեց սենյակի լույսը պառկեց, բայց գիտեր, որ այդ գիշեր չի քնի։ Սահակյանների առանձնատան ստվերները բացահայտվել էին լույսի տակ, բայց հիմա այլ ստվերներ, գուցե էլ ավելի վտանգավոր, սկսում էին ձևավորվել։ Միքայելի կյանքի համար ճակատամարտը հաղթված էր, բայց պատերազմը դեռ նոր էր սկսվում։ Գլուխ 3 սպառնալիքի տակ Քրիստինեի վտարումից հետո հաջորդած օրերը Սահակյանների առանձնատան բոլոր բնակիչների համար զգացմունքների իսկական փոթորիկ էին։ Միքայելը գրեթե անմիջապես սկսեց բարելավման նշաններ ցույց տալ։ Պատշաճ սնուցմամբ առանց հանգստացնողների, երեխան նորից դարձավ ավելի ակտիվ, ավելի աղմկոտ, ավելի ներկա։ Նրա աչուկները վերականգնեցին փայլը, թմբլիկ այտերը նորից սկսեցին կլորանալ, նա նորից սկսեց ձեռքերը մեկնել, գիրք խնդրելով, ուրախ ձայներ հանելով, որոնք տունը լցնում էին կյանքով։ Էդուարդը փոխվել էր։ Կարծես Քրիստինեի մասին ճշմարտության բացահայտումը նրան արթնացրել էր տրանսից։ Նա արձակուրդ վերցրեց աշխատանքից, տանը մնալու անձամբ Միքայելին խնամելու համար։ Վարձեց մանկական սննդաբանի, որն ամեն օր գալիս էր, հետելու երեխայի վերականգնմանը։ Եվ Ադրիանայի մահից հետո առաջին անգամ Թամարան նրան տեսավ իսկապես ժպտալիս, որդուն նայելով։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Թամարայի ստացած սպառնալիքը հեռախոսով ընդամենը առաջինն էր շատերից։ Հաջորդ օրերին հաղորդագրություններն ավելի հաճախակի, ավելի կոնկրետ դարձան։ Որոշները գալիս էին տարբեր, միշտ արգելափակված համարներից, միշտ գիշերվա կեսին, երբ Թամարան փորձում էր քնել։ Կարծում ես, այնտեղ ապահով ես։ Մենք գիտենք, թե որտեղ ես ապրում։ Գիտենք, թե որտեղ են աշխատում քո երեխաները։ Մենք ամեն ինչ գիտենք քո մասին։ Քիթը խոթող սպասուհի, որն իր տեղը չգիտի։ Կսովորես հեռու մնալ այն գործերից, որոնք քեզ չեն վերաբերում։ Վայելիր, քանի կարող ես։
Այն ամենը, ինչ սիրում ես, կարող է անհետանալ աչք թարթելու ընթացքում։ Թամարան փորձում էր անտեսել, ջնջել հաղորդագրություններն առանց լիովին կարդալու, բայց անհնար էր չզգալ, թե ինչպես է վախը աճում որպես սառը ստվեր իր կրծքում։ Նա պատմեց Էդուարդին, որն անմիջապես ներգրավեց իր անվտանգության թիմին դիմում գրանցեց ոստիկանությունում։ Բայց երկուսն էլ գիտեին, որ անանուն հաղորդագրությունների ապացույցները դժվար է հետագծել, որ ոստիկանությունն ավելի հրատապ գործեր ունի լուծելու։ Ռոբերտն առաջինը նկատեց, որ սպառնալիքները միայն վիրտուալ չեն։ Մի գիշեր, հերթափոխից հետո հիվանդանոցից դուրս գալիս, նա նկատեց միս մեքենա, կայանված իր տան դիմաց։ Դա ոչ մի արտառոց բան չէր լինի, եթե նույն մեքենան այնտեղ չլիներ 3 գիշեր անընդմեջ, միշտ ներսում ինչ-որ մեկով, միշտ դիտելով։ Երբ Ռոբերտը փորձեց մոտենալ, պարզելու, թե ով է այնտեղ, մեքենան մեծ արագությամբ հեռացավ։ «Մամ, կարծում եմ ինձ հետում են», հեռախոսով պատմեց նա Թամարային, փորձելով ձայնը հանգիստ պահել, բայց չկարողանալով թաքցնել անհանգստությունը։ «Այս մեքենան ամեն օր հայտնվում է։ Եվ այսօր հիվանդանոցում մի կին, ում երբեք չեմ տեսել, մոտեցավ ինձ կայանատեղիում, ասելով, որ պետք է ավելի զգույշ լինեմ իմ կատարած անալիզների հետ։ Որ երբեմն այնտեղ խառնվելը, որտեղ պետք չէ, կարող է խնդիրներ բերել»։ Թամարան զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Նրանք ոչ միայն սպառնում էին, այլ ցույց էին տալիս, որ կարող են հասնել իր ընտանիքին, որ գիտեն, թե որտեղ են նրանք, ինչ են անում։ Դա հոգեբանական ահաբեկում էր, հաշվարկված, որպեսզի նա նահանջի, որպեսզի կասկածի, թե արդյոք արժեր խառնվել։ Բայց Թամարան նահանջողներից չէր։ Նա ամեն ինչ պատմեց Էդուարդին նույն գիշեր, նա, տեսնելով իրավիճակի լրջությունը, մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ «Թամարա, ես չեմ կարող թույլ տալ, որ դու քո ընտանիքը վտանգի մեջ լինեք ճիշտ բան անելու համար։ Ոչ այն ամենից հետո, ինչ դու արել ես մեզ համար», ասաց Էդուարդը, նստած իր գրասենյակում, Թամարան նրա դիմաց։ «Ես ուզում եմ լիակատար պաշտպանություն առաջարկել քեզ քո երեխաներին։ Եվ ուզում եմ, որ դու քո ընտանիքը գաք ապրելու այստեղ, առանձնատանը»։ Թամարան խոսքեր չէր գտնում։ Ապրել առանձնատանը։ Նա, որ միշտ սպասուհի է եղել, որ միշտ իր անձնական կյանքն առանձին է պահել աշխատանքից, այժմ հրավեր էր ստանում իր ողջ ընտանիքին բերելու այդ շքեղության վտանգի աշխարհ։ «Պարոն Էդուարդ, ես չեմ կարող դա ընդունել։ Արդեն իսկ չափազանց շատ բան եք անում։ Իսկ իմ երեխաները, նրանք իրենց կյանքն ունեն, իրենց աշխատանքը, հենց դրա համար եմ առաջարկում։ Նրանք իրենց կյանքն ունեն, ես ուզում եմ երաշխավորել, որ այդ կյանքերն անվտանգ լինեն», ընդհատեց Էդուարդը, վեր կենալով քայլելով դեպի պատուհանը, որը նայում էր այգիներին։ «Քրիստինեն կապեր ունի, Թամարա։ Նա ճանաչում է հզոր մարդկանց, վտանգավոր մարդկանց։ Եթե նա որոշի վրեժ լուծել, դա միայն տեքստային հաղորդագրություններով չի լինի։ Այստեղ իմ անվտանգության թիմի հետ, ամեն անկյունում տեսախցիկներով, դարպասների մոտ անվտանգության աշխատակիցներով, դուք պաշտպանված կլինեք։ Եվ մեր ողջ կյանքում վախով պետք է ապրենք։ Միշտ ուսի վրայով նայենք, հարցրեց Թամարան, ձայնը հոգնած։ Ոչ։ Որովհետև մինչ այդ իմ փաստաբանը հավաքում է բոլոր անհրաժեշտ ապացույցները, երաշխավորելու, որ Քրիստինեն Վալերյան քրեական պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար։ Լաբորատորիայի արդյունքները, տան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Վալերյան պատրաստում շշերը, ամեն ինչ հավաքվում է։ Երբ քրեական գործընթացը սկսվի, նրանք չափազանց զբաղված կլինեն սեփական ազատությունը պաշտպանելով, որպեսզի վրեժի մասին մտածեն։ Թամարան ուզում էր հավատալ դրան։ Ուզում էր հավատալ, որ արդարադատությունը կգործի, որ փող ու իշխանություն ունեցող մարդիկ նույնպես պատասխան են տալիս իրենց հանցանքների համար։ Բայց բավական երկար էր ապրել, իմանալու, որ միշտ չէ, որ ամեն ինչ այդպես է լինում։ Այնուամենայնիվ, մտածելով Ռոբերտի իր մյուս երեխաների մասին, որոնք նույնպես կարող էին վտանգի մեջ լինել, նա գիտեր, որ Էդուարդի պաշտպանությունն ընդունելը ամենախելամիտ որոշումն է։ Լավ։ Բայց միայն մինչ այս ամենը լուծվի։ Չեմ ուզում ձեզ համար բեռ լինել, ասաց նա վերջապես։ Էդուարդը ժպտաց, այդ ժպիտում անկեղծ երախտագիտություն կար։ Թամարա, դու փրկեցիր իմ որդուն։ Փրկեցիր իմ կյանքը։ Երբեք բեռ չես լինի։ Երբեք։ Հաջորդ օրերին առանձնատունը փոխվեց։ Էդուարդը հրամայեց վերանորոգել հետնամասիթը, ստեղծելով հարմարավետ բնակարաններ Թամարայի նրա 3 երեխաների համար։ Ռոբերտն առաջինը տեղափոխվեց, բերելով միայն ամենաանհրաժեշտը իր վարձակալած տնից։
Թամարայի մյուս երկու երեխաները Մարսելան, որն աշխատում էր որպես ուսուցչուհի, Արթուրը, որը տաքսու վարորդ էր, նույնպես ընդունեցին հրավերը իրենց սեփական տներում տեղի ունեցած մի քանի տարօրինակ միջադեպերից հետո։ Մի մեքենա, որը հետում էր նրանց, մի անծանոթ, որը հարաններից նրանց մասին էր հարցնում։ Թամարայի ընտանիքի ներկայությունը նոր էներգիա բերեց առանձնատուն։ Մարսելան, որը միշտ լավ լեզու էր գտնում երեխաների հետ, սկսեց ժամանակ անցկացնել Միքայելի հետ, պատմություններ պատմելով, մանկական երգեր երգելով։ Արթուրն օգնում էր տան փոքր վերանորոգումներով, սիրում էր զրուցել անվտանգության աշխատակիցների հետ պաշտպանության տեխնիկաների մասին։ Իսկ Ռոբերտը, միշտ լուրջ ուսումնասեր, դարձավ Էդուարդի մի տեսակ ոչ պաշտոնական խորհրդատուն Միքայելի առողջական հարցերով։ Բայց հանգստությունը միայն մակերեսային էր։ Անվտանգության տեսախցիկները տարօրինակ շարժումներ էին ֆիքսում կալվածքի շրջակայքում։ Մեքենաներ, որոնք չափազանց դանդաղ էին անցնում, մարդիկ, որոնք կանգնում էին փողոցի մյուս կողմում, ծածնելով, թե հեռախոսով են խոսում, բայց ակնհայտորեն դիտում էին առանձնատունը։ Մի գիշեր անվտանգության աշխատակիցները բռնեցին մի մարդու, որը փորձում էր բարձրանալ հետնամասի պարսպի վրայով։ Նա փախավ, նախքան կկարողանային բռնել նրան, բայց ուղերձը պարզ էր։ Նրանք չէին հանձնվել։ Հոկտեմբերյան մի անձրոտ կեսօր էր, երբ իրավիճակը սարսափելի կերպով սրվեց։ Թամարան խոհանոցում ընթրիք էր պատրաստում, երբ այգուց ճիչեր լսեց։ Վազեց դեպի պատուհանը, տեսավ Մարսելային, որը սայթաքելով գալիս էր դեպի տուն, գունատ, ինչպես ուրվական, գրկին վախեցած լացող Միքայելը։ Մամ… Այնտեղ դրսում ինչ-որ մեկը կար։ Ինչ-որ մեկն իմ անունով կանչեց, գոռում էր Մարսելան, խոհանոցի դռնից ներս մտնելով դողացող ձեռքերով։ Ես Միքայելի հետ խաղում էի վարդերի մոտ, երբ լսեցի մի կնոջ ձայն, որն իմ անունով կանչեց։ Երբ նայեցի, պարսպի մյուս կողմում մի կին կար, որը տարօրինակ ժպիտով նայում էր ինձ։ Նա ասաց. «Այսքան սիրուն երեխա է։ Ցավալի կլինի, եթե նրա հետ մի բան պատահի, այնպես չէ, Մարսելա»։ Թամարան զգաց, թե ինչպես արյունը սառեց։ Բռնեց Մարսելային Միքայելին, քաշեց նրանց ներս, փակեց բոլոր դռները։ Միացրեց արտակարգ իրավիճակների ազդանշանը, որը Էդուարդն էր տեղադրել, վայրկյանների ընթացքում անվտանգության աշխատակիցները ստուգում էին կալվածքի ողջ պարագիծը։ Ոչ ոքի չգտան, բայց բոլորը գիտեին, որ սպառնալիքն իրական էր։ Էդուարդը վազելով վերադարձավ գրասենյակից, որտեղ առցանց հանդիպման մեջ էր։ Տեսնելով դեռ դողացող Մարսելային Թամարայի գրկում լացող Միքայելին, նրա արտահայտությունը վերածվեց զսպված կատաղության։ Վերջ։ Սա հիմա վերջացավ, ասաց նա, վերցնելով հեռախոսը հավաքելով մի համար։ Երբ մյուս կողմից պատասխանեցին, նրա ձայնը պողպատի պես կոշտ էր։ Գնդապետ Կարապետյա՞ն։ Էդուարդ Սահակյանն է։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ մի հրատապ իրավիճակի մասին։ Իմ որդուն իմ ընտանիքին սպառնում են, ես ունեմ բոլոր ապացույցները, թե ով է դրա հետում կանգնած։ Պետք է, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեք։ Խոսակցությունը տեց գրեթե 1 ժամ։ Էդուարդը տրամադրեց բոլոր մանրամասները, բոլոր փաստաթղթերը, անվտանգության տեսախցիկների բոլոր ձայնագրությունները։ Գնդապետը, որը Սահակյանների ընտանիքի վաղեմի ծանոթն էր, խոստացավ արագացնել գործընթացը, թիմ ուղարկել, սպառնալիքները հետաքննելու համար։ Այդ գիշեր ոչ ոք չկարողացավ նորմալ քնել։ Թամարան մնաց Մարսելայի Միքայելի հետ սենյակում, որը միայն երկար օրորելուց գուրգուրանքից հետո կարողացավ քնել։ Ռոբերտը Արթուրը հերթով բարեկություն էին անում տանը, անվտանգության աշխատակիցների հետ միասին։ Իսկ Էդուարդը գիշերն անցկացրեց գրասենյակում հեռախոսով, գործի դնելով իր բոլոր կապերը, խնդրանքներ անելով, պահանջելով, որ օրենքը կիրառվի։ Հաջորդ առավոտյան էր, որ գործերը վերջապես սկսեցին շարժվել։ Էդուարդի փաստաբանը, տիկին Պատրիսիա Դրամփյանը, 60-ամյա մի կին, անթերի հեղինակությամբ, ժամանեց առանձնատուն նորություններով։ Նա կարողացել էր դատական որոշում ստանալ, հետաքննելու Քրիստինեի Վալերիայի բանկային հաշիվները, այն, ինչ գտել էին, կործանարար էր։ Կասկածելի փոխանցումներ կային Միքայելին վնասելու փորձից ամիսներ առաջ։ Քրիստինեի կողմից Վալերիային կատարված վճարումներ, որոնք շատ էին գերազանցում բուժքրոջ աշխատավարձը։ Նրանց միջ փոխանակված էլեկտրոնային նամակներ, որտեղ մանրամասն քննարկվում էր ծրագիրը, կարծելով, թե ջնջել են, բայց որոնք դատաբժշկական փորձագետները կարողացել էին վերականգնել։ Եվ ամենամեղադրականը։
Տեքստային հաղորդագրություններ Քրիստինեի երրորդ չբացահայտված համարի միջ մարդկանց վարձելու համար հետելու ահաբեկելու Թամարայի ընտանիքին։ Սրանով մենք ավելի քան բավարար ապացույցներ ունենք երկուսի նախնական կալանքը պահանջելու համար, բացատրեց տիկին Պատրիսյան, ուղղելով ակնոցը, մինչ վերանայում էր փաստաթղթերը։ Սպանության փորձ անչափահասի դեմ, դավադրություն, վկաների ահաբեկում, կազմակերպված հանցավոր խումբ։ Մեղադրանքները լուրջ են, ապացույցները՝ ամուր։ Իսկ մինչ գործընթացը շարունակվում է, իմ ընտանիքը դեռ վտանգի մեջ է, հարցրեց Էդուարդը, անհանգստությունը ակնհայտ էր նրա ձայնում։ Դրա համար ես նա պաշտպանական որոշում եմ պահանջել։ Քրիստինեին Վալերիային կարգելվի մոտենալ ձեզ բոլորի։ Այդ որոշման ցանկացած խախտում կհանգեցնի անհապաղ կալանքի։ Եվ մեր ունեցած ապացույցներով դատավորն արդեն ստորագրել է նախնական կալանքի որոշումը։ Ոստիկանությունը պետք է այն կատարի ցանկացած պահի։ Կարծես ճակատագիրը լսում էր, Էդուարդի հեռախոսը զանգեց։ Գնդապետ Կարապետյանն էր։ Թամարան բոլոր ներկաները հետում էին, մինչ Էդուարդը լսում էր, նրա դեմքն անցնում էր մի քանի արտահայտությունների միջով։ Զարմանք, թեթացում վերջապես, մռայլ բավարարվածություն։ Քրիստինեին 1 ժամ առաջ ձերբակալել են, երբ փորձում էր Դուբայ թռչող ինքնաթիռ նստել, հայտարարեց նա, անջատելով հեռախոսը։ Վալերիային նույնպես ձերբակալել են մի հյուրանոցում, որտեղ թաքնվում էր։ Երկուսն էլ կալանքի տակ են պատասխան կտան բոլոր մեղադրանքների համար։ Սենյակը պատած թեթացումը գրեթե շոշափելի էր։ Մարսելան սկսեց լաց լինել, այս անգամ թեթացումից։ Ռոբերտը գրկեց մորը։ Արթուրը երկար շունչ քաշեց, որը կարծես օրեր շարունակ պահում էր։ Եվ Թամարան, որն այդ ամենի ծանրությունը կրում էր իր ուսերին, վերջապես զգաց, որ ոտքերը թուլանում են, ստիպված եղավ նստել։ Բայց տիկին Պատրիսյան ձեռքը բարձրացրեց, դեմքը դեռ լուրջ։ Սա հաղթանակ է, բայց ոչ վերջը։ Քրիստինեն ռեսուրսներ ունի գրավ վճարելու, հավանաբար կփորձի։ Մենք պետք է զգոն մնանք։ Եվ դուք, հատկապես Թամարան նրա ընտանիքը, պետք է ցուցմունք տաք, վկայություն տաք, անցնեք դատական գործընթացով։ Հեշտ չի լինի։ Գիտեմ, ասաց Թամարան, ձայնը ամուր, չնայած հոգնածությանը։ Բայց ես պատրաստ եմ։ Ամեն ինչ նորից կանեի Միքայելին պաշտպանելու համար։ 1000 անգամ կանեի։ Էդուարդը մոտեցավ Թամարային, զարմացնելով բոլորին, գրկեց նրան։ Դա տնօրենի սպասուհու գրկախառնություն չէր, այլ անկեղծորեն երախտապարտ մեկի, ով գիտակցում էր զոհողությունն ու քաջությունը։ Դու փրկեցիր իմ որդուն, Թամարա։ Ինձ էլ փրկեցիր։ Եվ ես խոստանում եմ, որ կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, քեզ քո ընտանիքին պաշտպանելու համար։ Երդվում եմ։ Այդ կեսօր, շաբաթներ անց առաջին անգամ, Սահակյանների առանձնատունն իսկական խաղաղության պահ ունեցավ։ Միքայելը խաղում էր հյուրասենյակի գորգի վրա, շրջապատված Մարսելայով, որը ծիծաղելի դեմքեր էր անում, ստիպելով նրան բարձր ծիծաղել։ Ռոբերտը Արթուրը խոհանոցի սեղանի շուրջ խաղաթուղթ էին խաղում, հանգստացած տեղափոխվելուց հետո առաջին անգամ։ Եվ Թամարան նստած պատուհանի մոտ մի աթոռի վրա, հետում էր ամեն ինչին հոգնած, բայց գոհունակ ժպիտով։ Ճակատամարտը լիովին չէր ավարտվել։ Դեռ առջում էր դատական գործընթացը, ցուցմունքները, լսումները։ Քրիստինեն հավանաբար կփորձեր բոլոր հնարավոր միջոցները, կօգտագործեր իր ողջ փողն ու ազդեցությունը, հետանքներից խուսափելու համար։ Բայց ամենակարևորն արդեն ձեռք էր բերվել։ Միքայելն անվտանգ էր։ Եվ Թամարան ապացուցել էր, որ քաջությունը կապված չէ իշխանության կամ փողի հետ, այլ ճիշտ բան անելու հետ, նույնիսկ երբ գինը բարձր է։ Մինչ արը մայր էր մտնում երանի վրա, երկինքը ներկելով նարնջագույն մանուշակագույն երանգներով, Թամարան մտածում էր Ադրիանայի մասին, այն քնքուշ կնոջ, որը կյանքը կորցրեց Միքայելին աշխարհ բերելով։ Մտածում էր, թե ինչպես նա կհպարտանար, տեսնելով իր որդուն մեծանալիս ուժեղ առողջ, պաշտպանված ոչ միայն հոր, այլ մի ամբողջ ընտանիքի կողմից, որը միավորվել էր նրա անվան շուրջ։ Առանձնատունը, որը եղել էր այդքան տխրության դավաճանության բեմ, այժմ նորից հույս էր պարունակում։ Եվ Թամարան, հասարակ սպասուհին, որը երբեք չէր պատկերացնի իրեն նման իրարանցման կենտրոնում, բացահայտեց, որ երբեմն ամենաանսպասելի հերոսները նրանք են, ովքեր պարզապես հրաժարվում են լուռ մնալ անարդարության դիմաց։ Գիշերն ամբողջությամբ իջավ, առանձնատան լույսերը մեկ առ մեկ վառվեցին, ինչպես փոքրիկ երկրային աստղեր։ Այդ պատերի ներսում մի անսպասելի ընտանիք հավաքվում էր ընթրիքի։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ մարմարե միջանցքներում անկեղծ ծիծաղ էր հնչում։
Ճանապարհը դեռ երկար կլիներ, բայց վատթարագույնն արդեն անցել էր։ Եվ միասին նրանք կդիմակայեին այն ամենին, ինչ սպասվում էր։ Գլուխ 4. Նոր սկիզբներ 6 ամիս էր անցել այն օրվանից, երբ Քրիստինեին Վալերիային ձերբակալեցին։ 6 ամիս լսումների, ցուցմունքների, փորձաքննությունների մի դատական գործընթացի, որը գրավել էր լրատվամիջոցների երանյան հասարակության ուշադրությունը։ Կնոջ գործը, որը փորձել էր վնասել իր խորթ որդուն, ամուսնու կարողությունը ժառանգելու համար, դարձել էր բոլոր թերթերի գլխագիրը, հեռուստահաղորդումներում քննարկումների թեմա թեժ բանավեճեր առաջացրել սոցիալական ցանցերում։ Թամարան երբեք չէր պատկերացնի իրեն նման ուշադրության կենտրոնում։ Լրագրողները փորձում էին հարցազրույց վերցնել նրանից, տեսախցիկները հետում էին նրան, երբ նա առանձնատնից դուրս էր գալիս խանութ գնալու։ Սկզբում դա սարսափելի էր, անձնական տարածքի ներխուժում։ Բայց տիկին Պատրիսիա Դրամփյանը նրան խորհուրդ տվեց տալ ընդամենը մեկ հարցազրույց, վերահսկվող խնամքով պլանավորված, որտեղ Թամարան պատմեց իր պատմությունը պարզությամբ արժանապատվությամբ։ Արձագանքը հսկայական էր։ Միանգամից նա դարձավ քաջության խորհրդանիշ, համեստ սպասուհի, որը մարտահրավեր նետեց հզորներին, անմեղ երեխային փրկելու համար։ Բայց Թամարայի համար այդ ամենը այնքան էլ կարևոր չէր, որքան Միքայելին առողջ երջանիկ մեծանալիս տեսնելը։ Երեխան այժմ 1 տարեկան 3 ամսական էր, սկսում էր անել իր առաջին անվստահ քայլերը, բռնելով կահույքից բարձր ծիծաղելով ամեն անգամ, երբ կարողանում էր 2-3 քայլ անել առանց ընկնելու։ Նրա այտերը վարդագույն ու թմբլիկ էին, աչքերը փայլում էին խելքով ու հետաքրքրասիրությամբ, նա դարձել էր ուրախ երեխա, որը ժպիտներ էր տարածում, ուր էլ որ գնար։ Էդուարդը փոխված հայր էր։ Նա դադարել էր լինել աշխատամոլ հեռու գործարար, դառնալով ներկա, ուշադիր, իր որդով տարված։ Ամեն առավոտ, նախքան գրասենյակ գնալը, առնվազն 2 ժամ խաղում էր Միքայելի հետ։ Փոխում էր տակտիրները, կերակրում, երգում մանկական երգեր, ոչ այնքան մեղեդային, որոնք ստիպում էին տղային ծիծաղել։ Իսկ հանգստյան օրերին առանձնատունը լցվում էր կյանքով, այգում խաղերով, խոտերի վրա պիկնիկներով, հոր ու որդու երկար պահերով, որոնք պարզապես վայելում էին միմյանց ընկերակցությունը։ Էդուարդի Թամարայի հարաբերությունները նույնպես փոխվել էին։ Նա այլս պարզապես սպասուհի չէր։ Դարձել էր այդ ընտանիքի կարևոր մասը, Միքայելի համար մի տեսակ պատվավոր տատիկ, Էդուարդի համար խորհրդատու, դժվար պահերին ուժի հենասյուն։ Էդուարդը պնդեց զգալիորեն բարձրացնել նրա աշխատավարձը երաշխավորել, որ նա իր երեխաներն ունենան այն ամենը, ինչի կարիքն ունեն։ Բայց փողից ավելի կարևոր էր հարգանքը, անկեղծ երախտագիտությունը, այն գիտակցումը, որ նա տարբերություն էր ստեղծել կյանքի ողբերգության մեջ։ Քրիստինեի Վալերիայի դատավարությունը նշանակված էր ապրիլյան մի երեքշաբթի օր։ Դատարանը լեփ-լեցուն էր լրագրողներով, հետաքրքրասերներով, նույնիսկ բարձր հասարակության որոշ ներկայացուցիչներով, որոնք ճանաչում էին Սահակյանների ընտանիքին։ Թամարան նստեց Էդուարդի կողքին, նրանց հետում իր 3 երեխաները, բոլորը հագնված իրենց լավագույն հագուստով, բոլորը նյարդային, բայց վճռական։ Քրիստինեն մտավ դահլիճ պահակների ուղեկցությամբ, հագին համեստ մոխրագույն կոստյում, որը շատ էր տարբերվում այն բրենդային հագուստից, որը սովորաբար կրում էր։ Նրա դեմքն ավելի նիհար էր, գունատ, աչքերում մի կոշտություն կար, որը նախկինում չկար։ Նա նայեց Էդուարդին զայրույթի մի բանի խառնուրդով, որը կարող էր զղջում լինել, բայց արագ շեղեց հայացքը, երբ նա ոչ մի զգացմունք ցույց չտվեց։ Վալերիան եկավ քիչ անց, նույնպես ուղեկցությամբ, ավելի փոքր վախեցած տեսքով, քան Թամարան հիշում էր։ Բուժքույրը, որը միշտ այնքան վստահ ու սառն էր, այժմ տեսանելիորեն խռովված էր, ձեռքերը դողում էին, մինչ նրան ուղեկցում էին դեպի ամբաստանյալի աթոռը։ Դատավարությունը տեց 3 ամբողջ օր։ Ներկայացվեցին բոլոր ապացույցները։ Լաբորատորիայի եզրակացությունները, որոնք ցույց էին տալիս ջրիկացված կեղծված կաթնախառնուրդը, անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, փորձագետների կողմից վերականգնված հաղորդագրությունների գրառումները, բժիշկների ցուցմունքները, որոնք զննել էին Միքայելին հաստատել ծանր թերսնուցումը հանգստացնողների հետքերը։ Ռոբերտը ցուցմունք տվեց որպես նախնական անալիզների պատասխանատու լաբորանտ, տեխնիկական տերմիններով բացատրելով, թե ինչպես էր կաթնախառնուրդը դիտավորյալ կեղծվել։ Բայց հենց Թամարայի ցուցմունքը նշանավորեց դատավարությունը։ Նա բարձրացավ ամբիոն արժանապատվությամբ, պատասխանեց բոլոր հարցերին պարզ ազնիվ։ Երբ պաշտպանական կողմի փաստաբանը փորձեց ակնարկել, թե նա ամեն ինչ հորինել է նախանձից կամ ուշադրություն գրավելու համար, Թամարան նայեց նրա աչքերին ամուր ձայնով ասաց. «Ես դրանից ոչինչ չեմ շահել, բացի սպառնալիքներից ընտանիքիս անվտանգության համար վախից։
Բայց ես նորից նույնը կանեի, որովհետև այդ երեխայի կյանքն ամեն ինչից թանկ է։ Եվ ոչ մի սպառնալիք, ոչ մի իշխանություն, ոչ մի փող ինձ չի ստիպի լուռ մնալ չարիքի դիմաց։ Հաջորդած լռությունը խորն էր։ Նույնիսկ դատավորը կարծես հուզված էր խոսքերից։ Պաշտպանական կողմի փաստաբանն այլս չպնդեց այդ հարցաքննության գիծը։ Էդուարդը նույնպես ցուցմունք տվեց, պատմելով իր խորը սկի շրջանի, այն մասին, թե ինչպես էր Քրիստինեն օգտվել իր խոցելիությունից, Միքայելի նկատմամբ անփութության մասին, որը նա, սեփական ցավով կուրացած, չէր նկատել։ Նրա ձայնը դողաց, երբ նկարագրեց այն պահը, երբ տեսավ լաբորատորիայի արդյունքները, երբ հասկացավ, որ իր սեփական որդուն թունավորում էին իր տանը, իր անուղղակի թույլտվությամբ, ուշադրություն չդարձնելու պատճառով։ Արցունքներն իջան նրա դեմքով, երբ ասաց. Ես քիչ մնաց կորցնեի որդուս, սխալ մարդկանց վստահելու պատճառով։ Բայց Թամարան, մի կին, ում ես տեսնում էի ընդամենը որպես սպասուհի, ապացուցեց, որ ավելի շատ քաջություն ազնվություն ունի, քան ես երբեք ցուցաբերել եմ։ Դատավճիռը հայտարարվեց երրորդ օրը։ Երդվյալ ատենակալներին ընդամենը 2 ժամ պահանջվեց խորհրդակցելու համար։ Երբ նրանք վերադարձան, խոսնակը վեր կացավ լուրջ արտահայտությամբ կարդաց. Մենք ամբաստանյալներ Քրիստինե Մելիքյանին, Վալերիա Սարգսյանին մեղավոր ենք ճանաչում ներկայացված բոլոր մեղադրանքներով, անչափահասի դեմ սպանության փորձ, կազմակերպված հանցավոր խումբ, վկաների ահաբեկում, փաստաթղթերի կեղծում, վստահության չարաշահում։ Դահլիճում շշուկ տարածվեց։ Քրիստինեն երկար փակեց աչքերը, կարծես փորձում էր արգելափակել իրականությունը։ Վալերիան սկսեց մեղմ լաց լինել։ Դատավորը մուրճով հարվածեց, լռություն պահանջելով, անցավ դատավճռին։ 8 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի կալանավայրում յուրաքանչյուրի համար, առանց ազատության մեջ բողոքարկելու իրավունքի։ Երբ երկուսին դահլիճից դուրս էին տանում, Քրիստինեն վերջին անգամ հետ նայեց։ Նրա աչքերը հանդիպեցին Էդուարդի աչքերին, այս անգամ այդ հայացքում միայն պարտություն կար։ Նա կորցրել էր ամեն ինչ։ Ամուսնուն, այն կարողությունը, որին տենչում էր, իր ազատությունը, իր հեղինակությունը։ Եվ գիտեր, որ դա իր սեփական ագահության դաժանության պատճառով էր։ Դատարանի դրսում, աստիճանների վրա, որտեղ տասնյակ լրագրողներ էին սպասում, Էդուարդը կարճ հայտարարություն արեց։ Թամարան, նրա կողքին, տիկին Պատրիսյան, քիչ հետում, նա շնորհակալություն հայտնեց արդարադատությանը, քննիչներին, հատկապես այն կնոջը, որը քաջություն ունեցավ բարձրաձայնելու այն, ինչ կատարվում էր, երբ շատ ավելի հեշտ կլիներ լուռ մնալ։ Թամարան չցանկացավ խոսել, պարզապես ամաչկոտ ժպիտով գլխով արեց տեսախցիկներին։ Բայց նրա գործողություններն արդեն ավելի բարձր էին խոսել, քան որը բառ կարող էր։ Սահակյանների առանձնատան կյանքը աստիճանաբար վերադառնում էր ինչ-որ նորմալության, թե դա լիովին այլ նորմալություն էր, քան նախկինում գոյություն ունեցողը։ Տունը, որը նախկինում այնքան պաշտոնական հիերարխիկ էր, դարձել էր ավելի հյուրընկալ, ավելի շատ նման իսկական տան։ Մարսելան ընդունել էր Միքայելի անձնական դաստիարակի աշխատանքը, նրան սովորեցնելով խաղերի զվարճալի գործունեության միջոցով։ Ռոբերտը դեռ աշխատում էր հիվանդանոցում, բայց այժմ հարմարավետ ապրում էր առանձնատանը, նպաստելով ծախսերին, օգնելով, ինչով կարող էր։ Արթուրը ստեղծել էր փոքր մասնավոր տրանսպորտային ծառայություն գործարարների համար։ Օգտագործելով կապեր, որոնք Էդուարդն էր նրան ներկայացրել, հաջողություն էր գտնում իր գործում։ Իսկ Թամարան, Թամարան մնում էր Թամարա։ Դեռ վաղ էր արթնանում, դեռ վերահսկում էր տունը, դեռ պատրաստում էր կերակուրները նույն սիրով, ինչ միշտ։ Տարբերությունն այն էր, որ այժմ դա անում էր ոչ թե որպես սպասուհի, այլ որպես ընտանիքի անդամ։ Էդուարդը պնդում էր, որ նա այլս կարիք չունի աշխատելու, որ ապահովել է նրա թոշակը, որ նա արժանի է հանգստանալու։ Բայց Թամարան միշտ ժպտում էր ասում, որ չէր իմանա, թե ինչ անի իրեն, եթե դադարեր։ Այդ տունն իր նպատակն էր, Միքայելն այն պատճառն էր, որի համար ամեն ինչ արժեր։ Դատավարությունից 1 տարի անց, մի արոտ կիրակի օր, առանձնատանը տոն էր։ Միքայելի 2 տարեկանն էր, Էդուարդը կազմակերպել էր մի տոնախմբություն, որը այգիները լցրել էր գունավոր զարդարանքներով, խաղալիքներով, փոքրիկ փչովի լողավազանով շատ երեխաներով, որոնք վազվզում ու խաղում էին ամենուր։ Այնտեղ էին հարազատներ, որոնց Էդուարդը տարիներով չէր տեսել, իսկական ընկերներ, որոնք մնացել էին նրա կողքին ողջ իրարանցման ընթացքում, հարաններ, որոնք ավելի մտերիմ էին դարձել։ Բայց օրվա ամենահատուկ պահը տեղի ունեցավ, երբ Էդուարդը խնդրեց բոլորի ուշադրությունը։ Միքայելը գրկին, տղան կրում էր ոսկեգույն թղթե թագ, Էդուարդը հուզիչ ելույթ ունեցավ։
2 տարի առաջ, երբ ծնվեց իմ որդին, ես ընկղմված էի այնպիսի խորը խավարի մեջ, որ կարծում էի, թե այլս երբեք լույս չեմ տեսնի։ Ես կորցրի այն կնոջը, ում սիրում էի, իմ ցավի մեջ քիչ մնաց կորցնեի նա որդուս։ Բայց մի մարդ, մի արտասովոր մարդ, հրաժարվեց լուռ մնալ։ Հրաժարվեց ընդունել, որ ինչ-որ սարսափելի բան տեղի ունենա այս հարկի տակ, սկսեց նա, ձայնը մի փոքր դողալով։ Նա նայեց Թամարային, որը կանգնած էր Մարսելայի կողքին, զգուշորեն սրբելով դեմքով հոսող արցունքը։ Թամարա, դու ոչ միայն փրկեցիր Միքայելի կյանքը։ Դու փրկեցիր նա իմը։ Ինձ ցույց տվեցիր, թե ինչ է իսկական քաջությունը, իսկական ազնվությունը։ Եվ այսօր, այս հատուկ օրը, ես ուզում եմ պաշտոնականացնել մի բան, որն արդեն վաղուց իրականություն է։ Նա նշան արեց տիկին Պատրիսիային, որը մոտեցավ ծրարով։ Սրանք փաստաթղթեր են, որոնք քեզ պաշտոնապես դարձնում են Միքայելի օրինական խնամակալը, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի։ Նա կլինի քո խնամքի, քո պաշտպանության տակ, որովհետև գիտեմ, որ աշխարհում ոչ ոք չկա, որ նրան ավելի լավ կսիրեր կխնամեր, քան դու։ Հաջորդած լռությունը խախտվեց բոլոր ներկաների հուզված ծափահարություններով։ Թամարան ձեռքերը դեմքին տարավ, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Նրա երեխաները գրկեցին նրան, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ Էդուարդը մոտեցավ մեկնեց փաստաթղթերը նրան։ Ես սրան արժանի չեմ, պարոն Էդուարդ։ Ես ընդամենը արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ, ասաց Թամարան, ձայնը խեղդված։ Ոչ, Թամարա։ Դու արեցիր այն, ինչ անում են քաջ մարդիկ։ Եվ դրա համար Միքայելն ու ես հավերժ երախտապարտ կլինենք։ Միքայելը, անտեղյակ պահի լրջությունից, սկսեց ծափ տալ ուրախ բացականչել, ստիպելով բոլորին ծիծաղել։ Տոնը շարունակվեց երաժշտությամբ, ուտելիքով, խաղերով, շատ ուրախությամբ։ Եվ մինչ այգու մի անկյունից հետում էր ամեն ինչին, Թամարան մտածում էր, թե որքան անկանխատեսելի է կյանքը։ Նա, որ եկել էր այդ տուն ավելի քան 30 տարի առաջ որպես հասարակ մաքրուհի, այժմ համարվում էր այդ ընտանիքի կարևոր մասը, Սահակյանների ժառանգի օրինական խնամակալը։ Բայց տիտղոսներից կամ փաստաթղթերից ավելի, Թամարայի համար կարևոր էր ժպիտը Միքայելի դեմքին, այն ձեթ, թե ինչպես էր նա վազում դեպի իրեն բաց ձեռքերով, գոռալով թաթա տատի, ինչպես սկսել էր նրան անվանել։ Դա Էդուարդի գրկախառնությունն էր, երբ նա աշխատանքից էր գալիս, հարգանքն իր սեփական երեխաների աչքերում, որոնք նրա մեջ տեսնում էին ուժի արժանապատվության օրինակ։ Դա այն գիտակցումն էր, որ նա տարբերություն էր ստեղծել, որ իր քաջությունը փրկել էր մի կյանք փոխել շատ ուրիշներին։ Մինչ արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ոսկեգույն երանգներով, տոնը մոտենում էր իր ավարտին։ Երեխաները գնացին հոգնած, բայց երջանիկ մեծահասակները հրաժեշտ տվեցին ջերմ գրկախառնություններով, աստիճանաբար առանձնատունը վերադառնում էր իր սովորական լռությանը։ Բայց դա լավ, խաղաղ լռություն էր, մի վայրի լռություն, որտեղ այլս թաքնված մութ գաղտնիքներ չկային, միայն սեր երախտագիտություն։ Էդուարդը քնեցրեց Միքայելին, մեղմ երգելով մի օրորոցային, որը Ադրիանան սովորաբար երգում էր։ Տղան արագ քնեց, ուժասպառ այդքան խաղից հուզմունքից։ Էդուարդը երկար մնաց այնտեղ, պարզապես դիտելով որդու քունը, հիացած այդ կատարյալ դեմքի յուրաքանչյուր մանրուքով։ Երբ նա իջավ հյուրասենյակ, գտավ Թամարային, որը հավաքում էր տոնի վերջին հետքերը։ Նա մոտեցավ նրբորեն վերցրեց սկուտեղը նրա ձեռքերից։ Այսօրվա համար բավական է աշխատելը։ Արի, մի քիչ նստենք։ Նրանք նստեցին հյուրասենյակի բազմոցին, նրանց միջ հարմարավետ լռություն էր։ Պատուհանից տեսնում էին քաղաքի լույսերը, որոնք հեռվում թարթում էին, Երանի մշտական շարժումը, որը երբեք չի դադարում։ Գիտես, Թամարա, ես երկար ժամանակ կարծում էի, որ հաջողությունը չափվում է կառուցված հյուրանոցներով, բանկում եղած փողով, ազդեցությամբ, իշխանությամբ, ասաց Էդուարդը, խախտելով լռությունը։ Բայց բացահայտեցի, որ լիովին սխալ էի։ Իսկական հաջողությունը քեզ նման մեկին մեր կողքին ունենալն է։ Իմ որդուն առողջ մեծանալիս տեսնելն է։ Հայելու մեջ նայել իմանալ կարողանալն է, որ ի վերջո ճիշտ ընտրություններ եմ կատարել։ Թամարան ժպտաց, այն իմաստուն ժպիտով, որը շատ բան էր տեսել էլ ավելին սովորել։ Կյանքն իր ձն ունի մեզ սովորեցնելու, թե ինչն է իրականում կարևոր, պարոն Էդուարդ։ Երբեմն ցավոտ ձով, ճիշտ է։ Բայց միշտ արժե սովորել դասը։ Միշտ քո իմաստությամբ, Թամարա։ Միշտ ինձ ցույց տալով ճիշտ ճանապարհը։ Նա մեղմ ծիծաղեց։ Ես ոչ մի իմաստություն չունեմ։ Ընդամենը փորձ ունեմ մեկի, ով արդեն շատ է տառապել սովորել, որ ի վերջո մնում է այն սերը, որը մենք տալիս ու ստանում ենք։
Մնացածը մանրուքներ են։ Էդուարդը գլխով արեց, մտածկոտ։ Նրանք մի քանի րոպե մնացին լուռ ընկերակցության մեջ, երկու փրկվածներ մի փոթորկից, որը կարող էր ամեն ինչ ոչնչացնել, բայց որն ի վերջո պարզապես ցույց տվեց, թե ինչից էին նրանք կերտված։ Երբ Թամարան վերջապես վեր կացավ իր սենյակ գնալու, Էդուարդը նրանց մեկ անգամ կանչեց. «Թամարա, շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Երբեք չհանձնվելու համար, նույնիսկ երբ ավելի հեշտ էր լուռ մնալ։ Իմ որդուն փրկելու համար։ Ինձ էլ փրկելու համար»։ Նա շրջվեց, աչքերը փայլում էին զսպված արցունքներից։ «Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, պարոն Էդուարդ։ Այն տղան վերում ամեն ինչի պատճառն է։ Եվ ես նորից նույնը կանեի 1000 անգամ, եթե պետք լիներ»։ Եվ դրանով նա բարձրացավ աստիճաններով դեպի իր սենյակ, Էդուարդին թողնելով մենակ իր մտքերի հետ։ Նա որոշ ժամանակ մնաց այնտեղ, խորհելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին 2 տարիներին։ Կորուստները, դավաճանությունները, ցավը, բայց նա բացահայտումները, դասերը, սերը, որը ծաղկել էր ողբերգության մոխիրներից։ Վերում Միքայելի սենյակում Թամարան լուռ մտավ, քնելուց առաջ վերջին անգամ տղային նայելու։ Նա խորը քնած էր, գրկած փափուկ արջուկին, որը Մարսելան էր նվիրել։ Թամարան ուղեց վերմակը նրա վրա, թեթակի համբուրեց նրա ճակատը շշնջաց երախտագիտության աղոթք։ «Շնորհակալ եմ, Աստված իմ, որ ինձ քաջություն տվեցիր, երբ դրա կարիքն ունեի։ Այս տղային պաշտպանելու համար։ Ինձ ցույց տալու համար, որ տարիքը կարևոր չէ, որ սոցիալական դիրքը կարևոր չէ, որ կարևորն այն է, որ սիրտը ճիշտ տեղում լինի քաջություն ունենաս գործելու, երբ անհրաժեշտ է»։ Նա դուրս եկավ սենյակից, գնաց իր սենյակ, որտեղ վերջապես պառկեց հարմարավետ անկողնում, որն այժմ իրենն էր անվանում։ Նախքան լույսն անջատելը, պատուհանից նայեց աստղերին, որոնք փայլում էին Երանի երկնքում, հազվադեպ տեսանելի լուսային աղտոտվածության պատճառով, բայց այդ գիշեր հատկապես պայծառ։ Եվ մտածեց Ադրիանայի մասին, այն քնքուշ կնոջ, որը հնարավորություն չունեցավ տեսնելու իր որդու մեծանալը, բայց որը, ինչ-որ կերպ, Թամարան վստահ էր, այնտեղ էր, պաշտպանում օրհնում էր այդ տղային, որտեղ էլ որ լիներ։ Մտածեց նա աշխարհի բոլոր Թամարաների մասին, այն հասարակ կանանց, որոնք քրտնաջան աշխատում են, որոնք արժանապատվությամբ մեծացնում են իրենց երեխաներին, որոնք նույնիսկ առանց իշխանության կամ փողի քաջություն ունեն տարբերություն ստեղծելու, երբ դա անհրաժեշտ է։ Սահակյանների առանձնատան պատմությունը կարող էր ավարտվել ողբերգությամբ, ագահության դաժանությանս մեկ տխուր պատմությամբ։ Բայց այն այդպես չավարտվեց։ Ավարտվեց սիրով, արդարությամբ, մի ընտանիքով, որը վերակառուցվեց ավերակներից դարձավ ավելի ուժեղ, քան երբևէ։ Ավարտվեց Միքայելի հանգիստ քնով, պաշտպանված մի հոր կողմից, որը սովորեց ներկա լինելու իսկական կարողությունը, մի կնոջ կողմից, որն ապացուցեց, որ ամենաանսպասելի հերոսները հաճախ ամենաիսկականներն են։ Եվ այսպես մինչ գիշերն իր աստղերի լույսերի թիկնոցով ծածկում էր Երանը, կենտրոնի առանձնատունը խաղաղ հանգստանում էր։ Այլս թաքնված ստվերներ չկային, այլս վտանգավոր գաղտնիքներ չկային։ Միայն մի ընտանիք, միավորված ոչ թե արյունով, այլ սիրով, երախտագիտությամբ, հանգիստ քնած, իմանալով, որ վաղը նոր մարտահրավերներ կբերի, բայց որ միասին, միշտ միասին կկարողանան հաղթահարել ամեն ինչ։ Որովհետև, ի վերջո, ինչպես Թամարան միշտ ասում էր, իսկական սերն ու ճիշտն անելու քաջությունը միակ բաներն են, որոնք իսկապես կարևոր են այս կյանքում։ Եվ նրանք ունեին երկուսն էլ։ Առատորեն։